Բարի լույս իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս ամբողջ հայությանը, որտեղ էլ որ նրանք լինեն Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, կարևորը մեզ միացնում է Կենտրոն հեռուստաընկերությունը եւ այսօրվա մեր առավոտը։ Մենք նորից միասին ենք, օրը հագեցած է լինելու միանգամից ասեմ, հետո չասեք չզգուշացրեց։ Ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, հետաքրքիր գործերով ենք զբաղված լինելու, հասցնենք երաժշտություն էլ կլսենք, տեսանյութեր էլ կդիտենք, այսօր հոբելյարներն են շատ Օրինակ, մեր լավ ընկեր Եգոր Գլոմովի ծննդյան օրն է, ձեր կողմից շատ սիրված ու հայտնի, Գորջան շնորհավոր։ Օրինակ էլի կան ծնունդներ, լավ դրանց մասին ես չեմ խոսի, կխոսի մեր գործընկերները, երբ որ գա ժամանակը։ Մինչ այդ ես ուզում եմ պարզապես հիշեցնել սիրելի հեռուստադիտողներ։ Արթնանալ պետք է լավ տրամադրությամբ, մաքսիմալ, հնարավորինս, քանի դեռ ոչ ոք այդ տրամադրությունը չի փչացրել։ Երկրորդը՝ մաքուր մտքերով, երրորդը պետք է այսպես այնպեսի տոնուս տվող հյութ խմել, որ քո այդ մաքուր մտքերը մինչև անկողնուց վեր կենաս չանհետանան։ Այդպիսի հյութերից մեկը իտալական Սանտալն է, որը մեզ ներկայանում է շուկայում ամենաբազմազան համային տեսակներով բարեկամներ, ուղղակի խենթանալ կարելի է, թե ինչպես են նրանք այս իտալական հյութի ստեղծողները կարողանում մտածել նորանոր տարբերակների մասին։ Ի դեպ, եթե դուք ուզում եք խմել հենց իտալական Սանտալը, ուշադրություն դարձրեք կափարիչի վրա։ Այստեղ առկա է հոլոգրաֆիկ այս նշանը Իտալիայի դրոշով, հոլոգրաֆիկ չէ, այո, այսպես նշան է հատուկ արված, որից դուք զգում եք, որ սա հենց կոնկրետ իտալական արտադրության Սանտալն է։ Այսօր ես կփորձեմ վայելել օրինակ ելակը, բանանը եւ կատնային միքսի հետ նոր առաջարկ ունի Սանտալը։ Դուք էլ փորձեք անպայման թե ձեզ համար, թե ձեր երեխաների համար առաջարկել միայն որակյալը, սիրելի հեռուստադիտողներ, Սանտալ իտալական հյութեր, բազմազան համեր, այս ամենը սիրով ձեզ համար։ Իսկ դուք ծանոթացեք այսօրվա այսպես տարեգրությանը, ինչ կարևոր բաներ են տեղի ունեցել, ովքեր են ծնվել, ինչ են հայտնագործել, կվերադառնանք քիչ անց։ Այսօր դեկտեմբերի 5-ն է, կամավորների միջազգային օրն է, Ուկրաինայում վիճակագրության ծառայողների օրն է, Լիոնում մեկնարկում է լույսի փառատոնը։ 1830 թվականին առաջին անգամ կատարվեց Հեկտոր Բերլիոզի ֆանտաստիկ սիմֆոնիան։ 1918 թվականին սկսվեց հայ-վրացական պատերազմը Լորիի համար։ 1921 թվականին Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սաիդ Հալիմին։ 1936 թվականին լուծարվեց Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը մտավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության կազմի մեջ։ 1952 թվականին Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ Սմոգ իջավ, որը ցրվեց միայն 4 օր անց։ Ծխի հետևանքով մահացավ մոտ 12000 մարդ։ 1957 թվականին ջուր իջեցվեց խորհրդային Լենին ատոմային սառցահատը, աշխարհում առաջին միջուկային շարժիչով վերջրյա նավը։ 1803 թվականին այսօրը ծնվել է ականավոր ռուս բանաստեղծ դիվանագետ Ֆյոդոր Տյուտչևը։ 1881 թվականի դեկտեմբերի 5-ին է ծնվել հայ քանդակագործ Հակոբ Գյուրջյանը։ 1837 թվականին այսօրը ծնվել է արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ եւ մանկավարժ Ստեփան Պալասանյանը։ 1890 թվականին այսօրը ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համեր կինոյի մեծագույն վարպետներից Ֆրից Լանգը։ 1901 թվականի դեկտեմբերի 5-ին է ծնվել ամերիկացի կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, պրոդյուսեր, նկարիչ Ուոլթ Դիսնեյը։ 1946 թվականին այսօրը ծնվել է իսպանացի օպերային երգիչ տենոր Խոսե Կարերասը։ 1962 թվականի դեկտեմբերի 5-ին ծնվել է հայ հայտնի երգիչ, երգահան, կոմպոզիտոր եւ դերասան Թաթա Սիմոնյանը։ 1965 թվականին այսօրը ծնվել է հայ երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։ 1966 թվականին այսօրը դեկտեմբերի 5-ին է ծնվել ֆրանսիացի էստրադային երգչուհի եւ դերասանուհի Պատրիցիա Կասսը։ Սիրելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, նորից ու միանգամից դուք տեսնում եք մեզ բոլորիս եթերում, արդեն անակնկալ էլ չկա, քիչ առաջ Անդրեյ եւ Սիբիլի նոր երգի տեսահոլովակի պրեմիերան էր մեր եթերում, հիմա առիթ կունենանք անպայման շնորհավորելու, այստեղ իհարկե մեր շատ լավ ընկեր
Անդրեն եւ իհարկե Հայկը Հունանյան, ում հասցրել եք ճանաչել, սիրել, ինչու միասին, ինչու նույն գունային գամմայի մեջ։ Մեր խումբն ենք մենք այսօր։ Մենք կփորձենք նկատել եւ Լուսինե Բադալյանը իհարկե։ Դու ես մի տեսակ գույներով համապատասխան, միայն ես եմ առանձնանում։ Չէ, դու ուրիշ ես։ Ես այսօր ձեր վարդը կլինեմ ձեր։ Դու այսպես թե այնպես մեր վարդն ես։ Այո։ Շնորհակալություն։ Բարև ձեզ տղաներ, Բարև ձեզ, բարով եք եկել։ Մենք հիմա խոսենք տարբեր բաների մասին, ինձ ամենասկզբում ասեմ, որ դուք օգնում եք մեզ իրականացնել նոր գաղափար հեռուստատեսային։ Պատահական սկսվեց դա, բայց շարունակվում է ու դառնում է ավանդույթ։ Մենք հեռուստատողներ եթեր ենք հրավիրում մարդկանց, ովքեր ոչ մի բան պատրաստել չգիտեն։ Կամ ուղղակի ցանկություն չունեն մեր եթերում որևիցե բան պատրաստելու, ու նրանք այդ տարբերակով որոշում են ստուգել իմ հնարավորությունները։ Կարող ես արդյոք դու պատրաստել։ Հայկ ջան, դու ասա, խոհանոցում իրոք դու էլ չկաս, թե սահմանափակվում ենք, եթե ասենք մենակ լինես, լավ, ձվածեղով չի կարող պատրաստել։ Գոնե ձվածեղ կարող ես պատրաստել։ Ես ինձ այդ էի ուզում ասել։ Եվ վերջ։ Բայց լավ եք նայում։ Բայց ոչ ոք տոլմա փաթաթել մեզանից չի կարող, ուսինե դու կարողանում ես դա։ Տոլմա լավ եմ։ Հիմա Բայց հիմա կարծում ինչ որ ապարատներ կա, որ դնում ես ինքը իրան փաթաթում է։ Տոլմա։ Անդրեն մի քիչ վատառող չէ, Անդրե ջան, ես քեզ ասեմ օր-օրի ինձ անհանգստացնում է քոնի հայելը, դանակ կտակ ինձ տղա։ Եվ հիմա Երկու, մի հատ փոքր, մի հատ մեծ։ Օր-օրի ինձ էլ անհանգիստ։ Հա, ինձ վերջին անգամ երբ հանդիպեցինք, բանը գործը թողած, անընդհատ ուզում էի ողջել ինչու է այս տղան այսքանի հարում, այս անգամ ավելի էի հարում։ իրականում ինձ ու Հայկին միայն չի անհանգստացնում դա, բայց կարևորը ձեզ անհանգստացնում է։ Եկեք խոսենք դրա մասին։ Դավայ պագավարի մոտ։ Սենց հաստես կտրտում սոխը։ Սկսվեց։ Ես առաջարկում եմ տոմատը պետք է։ Իսկ թվա ձերքս պետք է հեռու պահեմ, որովհետև կարող է այսօր։ Ուզում ես մի հատ դիր։ Չէ, մի հատ դիր էսպես։ Ինչ գործ ունեք, չէ՞ մի արեք այդպիսի բաներ։ Նախ ուզում եմ ողջունել հեռուստատեսային նախագիծը երաժշտական, որին դու մասնակցում էիր եւ մասնակցում էր քո թիմը։ Դու կարողացաք հաղթել բոլորին, լավ է ձևականությունները հիմա այն ալիքում չեք, այստեղ եք։ Թողնենք մի կողմ, միայն քո թիմը կարողացավ առաջ գնալ եւ դուք եզրափակում դու հանգիստ էիր, որովհետեւ բոլորին էլ հավասար իհարկե համակրել, փորձել էր այնպես անել, որպեսզի նրանք հաջողության հասնեն։ Եվ վերջում մեկը հաղթեց, մյուս երկուսի հետ էլ շարունակում ես համագործակցությունը, շուտով համերգ եք ունենալու, որտեղ եւ ինչ է լինելու այդ համերգին։ Դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 18:00-ին մեր համերգն, այսինքն իմ համերգս եւ իմ եռյակի, ով որ անցել է եզրափակիչ եւ իսկապես մենք կարողացանք այսպես ասած համաշխարհային ռեկորդ սահմանել, որովհետեւ նման դեպք եղել է։ Ինչ է նշանակում համաշխարհային ռեկորդը։ Համաշխարհային, որտեղ X Factor-ը համաշխարհային նախագիծ է։ Չէ, ինչ արեցիր դու, որ ոչ ոք չի կարողացել։ Որովհետև մինչ այդ եղել է ռեկորդ, որ նույն ժյուրին երկու մասնակցով, դա եղել է Անգլիայում եւ եղել է Հայաստանում անցած X Factor-ը Գարիկը իր երկու տղաների հետ, բայց երբևիցե չի եղել, որ մի պրոդյուսերը 3 հոգու հետ ֆինալ անցնի։ Քեզ էլի քեզ կհրավիրեն նման նախագծի, թե համահանում ես արդեն։ Ինձ թվում է էլ քեզ չեն հրավիրի, որ դու հաղթես։ Չէ, ես կարծում եմ, որ առհասարակ իմ հայտնվելս նմանատիպ նախագծերում ինչ որ իր գույնը բերեց եւ Շանթ հեռուստաընկերություն եւ նմանատիպ հաղորդումներին, որովհետեւ ամեն դեպքում այն ինչ որ ես ինձ հետ բերեցի այդ նախագծեր, ես դա թող մեծամտություն չլիներ, բայց այդ գույնը Ինչ բերեց։ դատարկ եւ ազատ էր։ Պատմիր, բայց Կամ լավ, արի։ Հանդիսատեսը տեսել է, քվեարկել է եւ իրանց շնորհիվ է որ։ Տեսար ինչ է նշանակում, դուք չեք նայել, չեմ էլ ասի։ Իդեպ ես ուզում եմ հիշեցնել, որ կարող են նաեւ զանգահարել Տոմսերը պատվիրելու համար։ Այս տեքստը իհարկե ես անկիր սովորել եմ առավոտյան տուն։ ճիշտ է, որ եթե քեզ փողոցում կամ ինչ որ հարց են ուզում տան, դու մի անգամ հեռախոսի համարն ես տա։ Չէ, այդպես չի, այդպես չի։ Ապա ինչպես է։ Այդպես չի։ Ես սիրում եմ ճիշտ աշխատել եւ ես ինքս իմ նախագծերը, որոնք որ ես եմ արել, ես համարում եմ, որ դրանք բոլորն էլ ստացվել են, իսկ այսօր այս նախագիծը, որ եւս Շանթ հեռուստաընկերության իհարկե նախագիծներ, բայց
Բայց հիմա Իմ խոսում ենք թիմներ, կենտրոնի եթերում։ կենտրոնի եթերում, բայց այժմ խոսում ենք կենտրոնի եթերում, ես կարծում եմ, որ սա էլ եւս ստացվել է մեզ Իսկ մեզ մոտ։ մոտ այսօր ստացվում է բարեկամական մի պահ, հասկանում եք, երկու հեռուստաընկերությունների միջև բարեկամական Սա էլի ես խաղաղության աղավնի դարձա, հանուն ինչի օրինակ։ Ես խնդրում եմ, թող կտրատեն Հանուն ինչի։ մի բան պիտի անեն, թե ոչ։ Իսկապես տուր օգնեմ։ Արդեն լացում եմ։ Հասկացար մի Այսօր ուրեմն կտրտում են այսպես բարակ, որ սիրում։ կողմերից է սա Արմատներով Սասունցի։ Սասունցի։ Անդրեի հետ աշխատելը ոնց էր իր դրական եւ բացասական կողմերը ուներ։ Ճիշտն ասած Անդրեի հետ աշխատելը շատ հեշտ է։ Ահա։ Եթե կարողանում ես ճիշտ աշխատել, այսինքն Շատ մանր թե։ ինքը շատ խիստ ղեկավար է, այն առումով, որ սիրում է ճիշտ աշխատել եւ սիրում է, որ ամեն ինչը ճիշտ լինի։ Ինչ ես ման գալիս, հա տեսախցիկը։ Այս տղան ամեն Իմ սխալների ուղին է, իրենը Կտրատել կտրատել է։ է քեթ համար ասա։ Ասա Չես ասել համարը։ համարը։ Հայկը կարող է ասել այդ համարը, ինքը գիտի։ Չգիտեմ։ Հայկ, հիմա ասա այդ հեռախոսի համարը, խնդրում եմ ասա, որ հեռախոսի համարով կարող են զանգել եւ տոմսերը ունենալ։ 55 մի րոպե 55 67 ըհը 67 90։ Իդեպ ասեմ, որ շատ հայկի երկրպագուները գրում էին, թե ինչի են մրցանակը հատուկ սահմանել, օրինակ երկու մասնակիցներն են մեկնել Լոնդոն հանդիպմանը Սայմոն Քովելի հետ, որովհետև նրանց ձայները մոտ էին, բայց այսօր նույն այդ երկրպագուները, որոնք որ այսինքն բողոքում են, իրենք կարող են հենց գալ այնտեղ եւ սատարել իրանց սիրած արտիստին։ Այսինքն որովհետև դա Դուք հայկին Լոնդոն չէիք տարել ձեր հետ։ մենք չէ։ Նրանք չէին կան չէ։ Այդ մրցանակը Շանթ հեռուստաընկերությունը սահմանել է այդ երկու մասնակցի համար, որովհետև նրանց ձայները մոտ էին իրար, բայց դա որևէ կապ չունի։ Առհասարակ։ Հիմա ասա այդ մարդկանց, որ չան։ Հայկը ավելի լավ տեղեր կգնա իր կյանքում։ Ես խոստանում եմ։ Չէ, իրականում ես չեմ նեղվել, ոչ էլ նեղացել եմ այդ մասնակի երկուսի մեջ բախելու շատ են կարծիքները, որ պետք էր 3-ին տալ կամ 1-ին տալ մի խոսքով, բայց ես շատ ուրախ եմ իմ ընկերների համար, անկեղծ եւ ավելի լավ, որ այդ երկուսի մեջ ես չմտա։ Ինչի։ Բալադրը հարցը տալիս։ Անդրե, իրենք Չէ, խոսում են։ որովհետև ես ավելի ուրախանում եմ իմ ընկերների համար, քան թե ինձ, այո։ Բայց մի հետաքրքիր բան եմ նկատում, այսօր թեման գնում է դեպի այդ նախագիծ այնուամենայնիվ չի կարող չգնալ, որովհետև երկուսով եք այստեղ։ Անդրեին հաջողվել է շարունակել մնալ այդ ապրումների մեջ ու ձեզ հետ միասին երեքիդ այնքան հավասարություն եմ նկատում, այսինքն պրոյեկտը ավարտվել է, դուք նորից բոլորը թիմով եք։ Դեռ մեր համար պրոյեկտը չի ավարտվել։ Որտեղ սպասվում է նաև համերգ Վանաձորում, դեկտեմբերի 12-ին էլ Վանաձորում է լինելու։ Վանաձորցիներին էլ բարևենք։ Ողջունում ենք եւ դեկտեմբերի 12-ին էլ ձեզ մոտ ենք լինելու։ Իսկ Գյումրի Գիտեք, մենք սպասում ենք, մենք առաջարկ արել ենք բոլոր կազմակերպիչներին եւ ովքեր որ ընդունել են, մենք մեծ սիրով գնացել ենք, որտեղ մենք ինքներս չենք կազմակերպում։ Ինչ եք երկելու։ Ծրագիր, որտեղ որ երգեր, որոնցով որ իրենք արդեն հանդես են եկել, նաեւ նոր երգեր, նոր զուգ երգեր, այսինքն 4-ով։ Ես երգելու եմ իմ երգերը։ Ես քեզ շուտվանից ասում եի, տոմատը հայ։ Նրանք երգելու են Շատ լավ է, նախագծում ընչած երգեր։ Նաև ուզում եմ ասեմ, որ երբ որ մրցանակները հայտարարեցին, ես էլ ասեցի, որ մի մրցանակ էլ իմ կողմից Հայկ ունի, ինձ հետ զուգերք եւ տեսահոլովակ։ Նոր։ Այո։ Որ պետք է լինի։ Արդեն երգ ունեք։ Իսկ ինչ որ մի երգ կա, որ երկուսով իրար հետ կարողանում եք երգել։ Ահա։ Մի բան կերգեք։ Հիմա էլի։ Չենք երգ։ Խոհանոցում սովորաբար խոհանոցը ենթադրում է, որ այնտեղ պիտի պատրաստողները Որ երգեն։ շատ լավ պահում է իր։ Հայկ իսկ Անդրեին որպես երգիչ միշտ ինչպեսի վերաբերմունք ես ունեցել նրա նկատմամբ։ Ճիշտ է։ Նախագծից առաջ։ Առաջ։ Բայց կարում եմ ոնց որ գիտեք։ Հա, մոլոդից։ Ճիշտը որ ասեմ, Հայկ հարցին մտածել։ շատ եմ սիրել Անդրեին։ Եվ անհավանական էր, երբ եղավ այս նախագիծը, ես Հայկը շատ էր սիրում, հասկացա։ Հայկը շատ էր սիրում Արսեն Սաֆարյանին եւ իր երազանքը կատարվեց, նրանք կատարեցին զուգերգ նախագծի շրջանակներում, նաեւ համերգի ժամանակ Արսենի հետ
եւս ունեն էլի զուգերք։ Անկա դու տանջվես, դու այդքան աշխատես, Հայկը շատ էր սիրում Արսեն Սաֆարյանը։ Հետո ինչ։ Իսկով չէր սիրում, ես էլ էի սիրում։ Դու փոքր ժամանակ սիրել ես Արսեն Սաֆարյանին։ Ես մեծ ժամանակ եմ սիրում։ Ես հիշում եմ 90-ականներին Սիրել, երբ որ սկսեցի նրա հետ շփվել։ Այնպես չէ, որ չէի սիրում, ուղղակի չէի լսում Անդրեի երգերը։ Այս պրոյեկտը ոնց որ ասած բացահայտեցիր, հա։ Դիսացավ, այո։ Իդեպ, եթե լինենք կատակից այն կողմ շատ դեպքերում մարդկային շփումները եւ ընդհանուր ճանապարհ գնալը, այս դեպքում դուք նախագծի մեջ ապրել եք որոշակի ժամանակահատված եւ դա շարունակվում է, հա։ Նոր բացահայտումներ ես դու անում ու դրա շնորհիվ նաեւ ուշադրություն դարձնում նաեւ երաժշտական նրա կողմին, եթե նախկինում դա չի եղել։ Ոնց եք, ինչ եք անում։ Իդեպ բարեկամներ, ոնց է օգտագործում։ Հայ գիտես սոխարածը ոնց են անում։ Հարում։ Այո։ Ես հարել։ Սկզբում պետք է լինի յուղ, հետո սոխ, հետո թավա եւ լավ կլիներ, չէ, եթե բան ստեյք սարքեինք։ Չէ, Անդրե, Ես լսել եմ քո բիֆ ստրոգանովի մասին, բայց չեմ փորձել։ Լավ բաներ ես լսել։ Այնտեղ խոսում են բոլորը։ մենք ուտենք այսօր բիֆ ստրոգանով, բայց Բայ Լուսինե։ Լուս Ստրոգանով ենք ուտելու, Լուս Ստրոգանով։ վստահ եմ, որ դուք գոհ կմնաք։ Ես չգիտեմ, հիմա երեմսի հետ աշխատող մարդիկ մտածում են, այս մարդը ինչի է միս կտրտում, շուտ։ Բայց նա երկում է, նա երկիչ է, նա լավ երկում է, հեչ կտրտում, ես իրան չեմ Հայկ քաշել։ ջան, այ այդ սարքը կտաս Ինձ զարմացնում է, որ անդադ փորձում եք կենսափորձը ինձ փոխանցել, ինչպես միսը առնել, ու ասում է տղա ջան, որ գնում ես միսը առնես, այս գույնը այսպես պետք է լինի, վերցրու հոտ քաշի, կիմանաս արու եթե եք, ասում եմ պապ, ես այդքան չեմ կարող մասնագիտանալ, որ մահացած կենտանու մսի հոտով ես կարողանամ բացահայտել նրա սերը, երիտասարդ, ինչպես է ապրել, ինչ պատմություն ունի եւ այլն։ Ամեն դեպքում, եթե տանը մեկն ու մեկը կարողանում է լավ գնումներ անել, այդ թվում նաև միսը նորմալ գնել։ Մեր տան պրոֆեսիոնալը հայրս է, ամեն ինչով, այսինքն այդ առումով, որ Դուք կարողանում ես միս գնել։ Ես ճիշտ ասած վստահում եմ ուղղակի մսավաճառներին, որովհետև որ ինձ տեսնում են սկսում են ժպտալ, ես պոպուլիզմը գնաց, պոպուլիզմ։ Ես ես պատմում Սիրելի մսավաճառներ։ Միս գնելու հետ կապված ամենավերջինը, գնացի միս Ընտրություններին գնելու։ քվարկեք Լուսինե Բաբայանի օգտին։ Հնարավոր է դիտում են այդ մարդիկ, մոտ 50-ից մարդիկ են իրենց համար մի քիչ էլ գինովցած, այսպես մսի պասաժով նստած էին, մուտք գործեցի այնտեղ Լուսինե, դե բնական է, ճանաչեցին եւ այլն ու այսպես հիացած խոսում ենք ինձ հարցեր են տալիս քաղաքականությունից եւ այլն, ու միսս կտրատեցին, տվեցին, փաթեթավորեցին։ Իմ ու Անդրեի մասին բան չհարցրեցի։ Սկսում էին հարցնել, ես ասի լավ ավելորդ բաներ մի խոսացեք։ Լավ քանի միս։ Ու դուրս եկա այդտեղից, բայց գնացի տուն ու սթափվեցի, ասեցի մի հատ բացի տես ինչ են քեզ տվել, որովհետև կարող են քեզ շատ զբաղացնել, տարբեր բաների մասին խոսել եւ այլն, ի վերջո ինչ որ վատ բան վերցնես, բայց ամեն ինչ լավ է, շնորհակալություն այդ մարդկանց, ես համոզված եմ։ Երբեմն լինում է, գիտես, երբ որ մարդիկ օրինակ ճանաչում են եւ ուզում են ամենալավ ձևով։ Ինչ որ լավ բան անել, այո։ Գովազդից հետո մենք կլսենք երգ խոհանոցում, մեր հյուրերի կատարմամբ եւ մեր մասնակցությամբ, այնպես որ հեռու չգնաք եւ շարունակեք հետո։ Եվ հետո կբացատրենք ինչ ենք այստեղ անում, այո։ Այս բանը չեն։ Ինչը, դու խոսիր։ Եթերում չէ։ Կապ չունես։ Բա իմանայի բեմական կխոսի։ Ես հետաքրքրվում էի, թե ինչ է իրականում Լուսինեն, որ այս ջերկությունը։ Այստեղ ես սոխառած անելուց հետո երբ միսը համեմեցի, համեմունքներով հետո ավելացրեցի, այստեղ մի քիչ սկզբում չկար ջուր, հետո Անդրեն տեսավ, որ կա մի քիչ ջրիկ է, հարցնում է ինչն է պատճառը, որտեղից այս ջուրը ավելացավ։ Հասկացա, որ ես ընդհանրապես կապ չունեմ։ Չէ, դա կապ չունի կապ չունենալու հետ, չէ, ու ես բացատրում եմ, սա մսի հեղուկն է, ես ջուր չեմ ավելացրել։ Ես գրեչկա եմ ուզում չունեմ։ Ինքը առավոտից ասում է ինձ գրեչկա։ Ես ընդհանրապես ուտելիքներ շատ եմ սիրում։ Բան չես թթվասեր եմ ներժում այս առավոտ։ Սիլա բաներ կա։ Հարցեր կան թթվասերի հետ կապված։ Մենք պետք է երկենք հետո կարևոր բացահայտումներ անենք մեզ համար, համենայն դեպս ես վստահ եմ, որ նախագծին հետևող հեռուստատողներ շատ բան գիտեն արդեն մասնակիցների կյանքի մասին, բայց օրինակ ես ու Լուսինեն
չենք հասցրել դիտել ու չգիտենք Հայկի կյանքից հետաքրքիր Օրինակ լավ, մանրամասներ։ մինչև մենք բացահայտեցինք, որ Հայկը աշխատում է ատոմակայանում։ Հայկ ջան, վտանգավոր չի ատոմակայանում աշխատելը առողջ։ Ինչ պարզ հարցեր, չէ։ Հայկ ջան, վտանգավոր չի ատոմակայանում Բայց աշխատելը։ հետաքրքիր աշխատում։ Իհարկե վտանգավոր է, բայց ունի իր նորմաները, որը թույլատրել է։ Պաշտպանվում եք ինչ որ հագուստով, յուրահատուկ ինչ որ նյութերից պատրաստված։ Դե հագուստ լինում է պաշտպանության համար զուտ, ասենք, գործի հետ կապված։ Իսկ այնտեղ մտնելուց հագուստներ չի տրվում։ Այն որ ասում է հետաքրքիր է աշխատանքը ատոմակայանում, թույլ տուր կասկածել։ Արդյոք շատ հետաքրքիր է ատոմակայանում աշխատելը։ Հայկը երկելով է աշխատում։ Բայց դու տեսնում ես Ուրանը ինչպես է ինչերքում։ Մեկ ախր ուրիշ մարդիկ են, ուրիշ խառնվածքի։ Ես չեմ կարող պատկերացնել ատոմակայանում ինչ պետք է հետաքրքիր լինի աշխատելը։ Օրինակ որ դուք փոքր եք, Հայկ ջան, մի հատ հարց տամ, սպասի։ Որ մենք փոքր էինք, բերում էին ինչ որ կանաչ գույնի նյութ քարի նման, ու մենք կոպեկներն էինք փայլացնում։ Մեզ ասում են, որ սա Զիլոնկա էր այդ չորացած կարծեմ։ Ասում են սա Ուրան է, որը բերել են ատոմակայանից։ Կա այդպեսի բան թե չէ։ Մի րոպե, հիմա մանկական հարցեր եմ տալիս, մեզ այդպես էին ասում։ Եթե այն ճեղքը բաց չի իհարկե։ Իսկ ուրան կներես հիմա։ Ճեղքենք։ Անդրուշարի գնանք որոշենք որտեղ ենք ճեղքում։ Մեզ նման, մենք էլ ենք անհասան։ Դա գիտեք երևի որ քարերից է եղել, որ գերեզմանները կանաչացնում են, անունը մոռացել եմ, գերեզմանակարերը։ Չգիտեմ, կոպեկներ էսպես։ Ես հիշում եմ որ դա Զիլոնկա էր չորացած։ Չէ, Զիլոնկա չէ։ Լուսինա եւ Անդրեյ ու ես եկեք չմոռանանք, որ Իջամանենք հասուն տեսք ունի Հայկը, մեր ու նրա մանկությունները շատ Շատ տարբեր են։ տարբեր են։ Նվազագույնը 10 տարվա տարբերություն եղել է մեր մանկությունների միջև, այնպես որ կա։ Ես միշտ վատ հարցեր եմ տալի դեպի փողը տանող։ Միշտ էսպես ասում են, չէ, ինչ որ մարդ որ ծանր տեղ աշխատում է, ասում է, իմ աշխատանքը ինքան ծանր է, ատոմակայանի պես պետք է գնահատվի։ Այսինքն, եթե ատոմակայանում ինչ որ առավելություններ կա, ձեր առողջության մասին, ձեր խնդիրների մասին այնտեղ այսպես ավելի շատ են հոգ տանում։ Սենց ասեմ, ատոմական ընդունվելուց առաջ, աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական կոմիսիա պետք է մարդ անցնի, նորմաները պետք է համապատասխանին, նոր թույլատրեն, որպեսզի այդ մարդը աշխատի ատոմակայանում։ Հիմա շատ էս բացակայում այս նախագծի պատճառով։ Թողիցներեն։ Թողից մի անգամից դեմքը, թողից ներեն։ Ասեմ ինչ տարբերակ կա որ քեզներեն։ Երկիր որ տեսնեն որ հենց այնպես չեն քեզ թույլ տվել բացակայել, որ հասկանան ինչու համար։ Իսկ ինչպես կարծում ճիշտ է ատոմակայանի մասին երկել։ Մեր հպարտությունն է, մեր միակ պարծակն է, ինչքան ենք քննարկումներ ունեցել այդ հաստատության հետ կապված։ Ժակը դեպի պատվեր է տանում։ Դեպի պատվեր։ Ասենք բոլոր հաստատությունները, շատ հաստատություններ ունեն իրենց երկը։ Դու էլ վերցնես, այդպեսի բան չես սպասում։ Ատոմակայանիմ հզոր, ատոմակայանիմ։ Հայկը իրականում հետաքրքիր այն է, որ ես համերգներով երբ որ շրջագայել եմ դեպի այն կողմեր Թալինի, Արագածոտնի, որտեղ որ սասունցիներն են հիմնականում ապրում, հետաքրքիր էր, որ Սասնա երգերի ժամանակ դահլիճում սինխրոն բոլորը պարում էին այնպիսի տպավորություններ, որ ինչ որ հաստատություն է, ինչ որ պարային եւ Հայկը բացառություն չի, իր երազանքն է եղել հենց նախագծի ընթացքում երկի Սասնա երգերից մեկը, իհարկե Սասնա երգ չէր, բայց նմանատիպ մենք համար ենք կարողացել ստանալ եւ նա երկեց եւ այդ օրը ելույթ ունեցավ, որովհետեւ շատ կտրուկ փոփոխություն էր, որովհետեւ բոլորը միշտ սպասում էին Հայկի այդ խրպոտ ձայնով, այլ երկեր, այլ կերպարներ եւ այդ օրը միանգամից տեսան այլ կերպար։ Սասունցիների համախմբվածությունը եւ միջոցառումների ընթացքում նրանց կերպարանափոխման մասին շատ հաճախ ենք խոսել, օրինակ նույն Հայկին, հա, ժամանակակից երիտասարդ, գեղեցիկ հագուկապով եւ այլն, այսպես արտասահմանյան երգեր են ապարում են, մեկ էլ հանկարծ Սասնա երգեր են հնչում, բոլորը միահամուռ Հոտը վատը չի, վատը չի, չէ, լավ ձեռքեր ունի Լուսինեն, լավ ձեռքեր ունի, շատ սիրուն ստատուսներ է գրում, սիրուն ձեռքեր ունի, ձեռքեր մատեր։ Այսպես նստում է իր ձեռքերին նայում է և ստատուսներ է գրում։ Ինչ անենք, երկենք, ինչ ենք երկում։ Հանինո, ես ուղղակի կլինեմ ձայնակցո, ձայնս ուղարկել եմ մշակման։ Ես ներողություն։ Ձայնը թողել է Սիբիլի մոտ։ Հա, ձայնս իսկապես անձրևը տարավ։ Իդեպ քիչ անց Սիբիլին էլ կողջունենք, բայց մինչ այդ
Աղոթարան թունիր բոց Հանինո ես ու դու զմսիրտ ընգավ կրակոց Հանինո վարա ես հելավ ու շիկ վրկարին Հանինո ես ու դու հավարարի զմյարին Հանինո վարա ես Հանինո նինո նինո Հանինո նինո նինո Հանինո նինո նինո Հանինո վարա ես Հանինո նինո նինո Հանինո նինո նինո Հանինո նինո նինո Հանինո վարա ես Բրացական վերջը իհարկե հավատվեց այդ Մի անեկդոտ պիտի նրպատվեմ, լսել է այդ անեկդոտը, չգիտեմ, լրիվ ճիշտ եմ, հիշում ես հեյ հետ կապված, ու գիտեք, սասունսկի ոնց է երեխային կնացնում, երեխան պարկած է, նա, Եվ այս վերջերս չգիտեմ արժե հրապարակել, էլի հին անեկդոտների շարքից մի բան եմ հոշել, որ հավաքվում են հերթգայսի երեխաների կենացի, հիմա այդտեղ էսպիսի տարբերակ էլ կա, խմում ենք երեխաների կենացը, ով էլ չունի դասարանի երեխաների կենացը, մի խոսքով բարևում ենք բոլորին, ինչ է ստացվում, ուտելու եք սա, թե ոչ։ Չէ, սա կուտեք, ես արագ ներկայացնեմ, սովորաբար լավ, սոխարած ենք անում, սովորական սոխարած ձետ, տրատում ենք սոխը, շատ Տեսպես ես, որ այսպես պատրաստում տունը ինչի չի պատրաստում այսպիսի լավ բաներ։ Չէ, լավ չի ասի, որովհետև սա գոնե ես հաճախ պատրաստում եմ։ Մանր կտրատում եք միսը, համեմում եք, կարմիր պղպեղ, սև պղպեղ, եթե կան ինչ-որ այլ համեմունքներ, որ դուք հավանում եք, կարող եք համեմել ու թողել կտրատած միսը արդեն համեմված վիճակում եւ աղ ամենակարևորը։ Հետո սոխարած եք անում։ Սոխարած սկզբում ենք արել։ Այո, սկզբում ենք արել այս դեպքում, ես սովորաբար միսն եմ տապակում, հետո եմ սոխը ավելացնում վրա։ Առանձին։ Բայց հիմա այսպես այսինքն սոխարած, հետո միսը մի քիչ տապակում եք, որ արդեն գույնը փոխում է, տապակված է, ավելացնում եք վրան տոմատի մածուկ, մի գթալ, շատ մի ավելացրեք, ես երբեմն հավեսի եմ ընկնում, այսպես ասած, շատ եմ ավելացնում, հետո հասկանում եմ, որ թթվաշ է ստացվել։ Թթվասեր։ Ինձ թթվածին ապետ հասկանում եք, ամեն մեկը խոսում դրա մասին։ Մի քիչ առաջ մենք երբ որ եթերում չէինք, Լուսինեն ասեց չես ամուսնանում, որովհետև երեք դժվար է քեզ պահել, ես ասացի կարևորը տանը թթվածին լինի։ Եվ գրեչկա։ Թթվածին եւ հնդկածավը։ Հետո ավելացրեցինք մի քիչ էլ թթվասեր, թթվածինով, այսպես ու հետո ես երբ որ եփում եմ ջուր չեմ ավելացնում, հիմա էլ չեմ ավելացրել, ես ավելացնում եմ անպայման կամ գինի կամ գարեջուր, միսը սովորաբար եփում եմ գինով կամ գարեջրով առանց ջրի, բայց հիմա քանի որ ձեռքի տակ գինի չկար, բայց կար շատ ավելի լավ բան, սոյայի սոուս, որ ավելացրեց այստեղ, մի քիչ բալզամիկ, փոքր ինչ չինական, Բիստրոգանը Լուսինեի տարբերակով, այո։ Այդպեսի վատ բնավորություն չինական չեմ կարող։ Եվ հետո մի ուրիշ բան կա, այս ուտեստը յուրահատուկ համ է ունենալու, որովհետև դուք հնարավոր է նույն համը չստանաք։ Անդրեյ ու Հայկի ներկայությունն է կարևոր, այո։ Եթե չլիներ, դա չէր ստացվում։ Ինձ միշտ մի հարցել է հետաքրքրել անիմաստ, հիմա տամ դուք էլ երևի համաձայն եք։ Տոլման պատրաստվում է երբ, բայց նկատել եք, որ կամ կոտլետը ավելի պրիմիտիվ բան է, բայց ամեն տանը այդ կոտլետը տան մայրիկները, տատիկները յուրահատուկ համ է։ Սարքածը ամենահամերն է։ Ու շատ դժվար։ Ու դա իմ կնոջ հետ հիմնական մեր կռիվն է, երբ որ ասում եմ պատրաստում է այսպես շատ սիրով բերում մատուցում է ու այսպես սպասում է միավորներին է որ պիտի դնես ոնց է մամայի սարքածը դե նորմալ է ի՞նչն է նորմալ բառը մարդկանց հունից անում է շատ դեպքերում կամ որ ասում են ոչինչ է ոչ նորմալ է ոչինչ ասա ոչինչ Հայկ ջան իսկ քանի որ դու ես ամուսնացած մեր միջի ազատ այսպես ասած Անդրեն է քեզ ոտ ինչպես է մայրիկի կպատրաստացնի ավելի համով թե կնոջ նրանք հիմա չեն լուրջ մտածած դեռ դու ես գնալ Ի սկզբանե չթաքցնեմ, ասեմ որ մայրիկիս պատրաստացնելն եմ շատ սիրում։ Մայրիկին էլ ասել եմ որ սովորացնի։ Կնոջս։
նույն համով պատրաստ է։ Կինս էլ է շատ լավ է պատրաստում, շատ համեղ է պատրաստում։ Այստեղ Ժակը քեզ կհասկանա, բայց այսքան է մնում, որ հասնի մայրիկիս պատրաստած։ Այստեղ սպეციფიկ այդպեսի մի անեկդոտ կա լսել եք, այն որ ասում է տարիների փորձ է։ կինը ամուսնու համար իրեն կոտորում է ամեն անգամ արտակարգ բաներ է պատրաստում, չգիտեմ, այսպես բոլորը հիացած են, բայց ամեն անգամ այս տղան որը ուտում է, ասում է մայրիկիս պատրաստած ուրիշ էր։ Սա էլի նյարդայնանում է, հաջորդ անգամ գնում է դասընթացներին սովորում է, գալիս է պատրաստում է սովորական լոբով ճաշը, հա, իր ամուսնու սիրած ամեն կերպ փորձում է սովորում, ասում է մայրիկիս պատրաստածը համեղ էր, մի անգամ այսպես դնում է գազին, այդ րոպեին զանգ է հեռախոսով, ընկնում է ուրիշ գործեր, մոռանում է բայց այ մամայիս պատրաստածը, այնպես որ սիրելի կանայք դու գուցե եւ ավելի լավ եք պատրաստում, բայց կապ չունի սովորության հարցը։ Այսպեսի մի բան կա մանկության համեր, մանկության հիշողություններ, մայրական ջերմություն, յուրաքանչյուր մարդու համար դա շատ բնական է, սիրել ու սպասել այդ համերը վերադարձնելու ցանկություն ունենալ։ Կարող եմ փորձենք փոքր ափսեի մեջ, եթե ավարտվում է, նորից հիշեցնում եք, որ դեկտեմբերի 9-ին հավատում, որ ավարտվում է։ Ուզում էիր։ Դեկտեմբերի 9-ին Անդրեի ու նաև Անդրեասաների համերգն է տեղ ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում եւ հեռախոսահամարը, որով դուք կարող եք զանգահարել 56 67 90 56 67 90-ը։ Այսօր Անդրեի եւ Հայկի ներկայությամբ պատրաստվեց բիֆ ստրոգանը, որը նվիրվում է ձեր բիֆ ստրոգանը, որի անունը կլինի դեկտեմբերի 9-ը։ Շատ լավ հոյակապ է։ Իդեպ ասեմ, որ Սիբիլը մեզ ձեզ բարևում էր ջեր, ձեզ ջեր բարևում էր, երեք երբ որ խոսում էր, մենք էլ քեզ ենք ողջունում, շնորհավորում ենք Տեսահոլովակի պրեմիերայի առիթով, թե Թուրքիայում, թե Հայաստանում։ Թուրքիայում երկու բառով պատմիր, Ես այնտեղ չէի։ Ես այնտեղ չէի, որտեղ ես Լոնդոնում էի իմ մասնակիցներիս հետ։ Նոյեմբերի 29-ին CNN թուրքով ասաց, որ բավականին լավ է արձագանքը եւ շուտով այո, պրեմիերան եղել է այդտեղ։ Իսկ քիչ տվեցի։ Սպասիր, թող եփվի։ Քեզ չի կարելի։ Իրենք կարող են հումել ուտել, հա։ Սպասիր, թող եփվի, իրենք կարող են հումել։ Երիտասարդ օրգանիզմ է, ամեն ինչից ոչ այնպեսի միամիտ հարցեր կա։ Լորեցի եմ։ Գլխից որ տալիս են, ցա։ Ինչ արած, ես հպարտանում։ Լորեցին, Շամշադինցին, Սասունցին ու Ղարաբաղցին մի օր գնում են։ Ինչ խառն։ Մի օր գնում են եթերի։ Իհարկե Աստված տա, որ մենք ընդհանրապես Սասունցին, Ղարաբաղցին, Շամշադինցին, Լորեցին, բայց ես իգդիրի կողմերից էլ արմատում եմ։ Բայց եկեք բանա, այս ցիերը մեր մեջից հանենք, մենք հայ ենք բոլորս։ Այո։ Հայ ենք մենք եղբայրներ, եկեք այդ երկով եզրափակենք, գիտեք չէ։ Դե երկու։ Դե սկսեցինք։ Հայ ենք մենք, եղբայրներ։ Հայ ենք մենք։ Հետո Վայ մոռացա։ Կարաոկե ակում չի խոսքեր բառերը որտեղ եք։ խոսքերը չկան։ Չէ, իրականում չենք պատրաստվել։ Ազգը սիրող, չգիտեմ, Արա գլխավոր քո այսօրվա գործը խոհանոցում հացամարը կամ հացամարը Հաց կտրտել են բավականին Անդրեն գեղեցիկ։ կտրտել է արդեն, ուպս, հացը ընկավ աղի մեջ։ Աղոտ, Փակում ենք ծրագիրը։ Մի խոսքով աղու հացով մարդիկ է, Շնորհակալություն։ կասված պայից է Սիբիլ, շատ։ ջեր ողջույններ, առիթ այսօր Այո, տեսահոլովակներ նաև։ ուրախ ենք շատ։ Մարդ ու գեղեցիկ Հուսով ենք ելի կհանդիպենք Սիբիլի հետ, իսկ Անդրեի եւ Հայկի հետ հանդիպելու հնարավորությունը սարերի ետևում չէ, վստահ եմ, որ շատերը այս պահին մեզ դիտում են, շատ ուրախացել են, շատ սիրում են ձեզ։ Չսիրել հնարավոր չի այսպիսի լուսավոր մարդկանց։ Դեկտեմբերի 9-ին ժամը 18:00-ին։ Բայց ես քեզ էլ չեմ սիրում, որովհետև դու շատ ես նիհարել հենց այդպես։ Ես միշտ նիհար եմ եղել։ Մինչև չչաղանաս քեզ Ինչ որ կյանքում տեսնում են, ասում են, «Վայ, այս ինչ նիհար է», բայց իսկապես ես միշտ այդպես եմ եղել, էլ ավելի նիհար։ Հանգիստ թողնել Անդրեյի Այո, իհարկե, լուսինին, կարևորը բարձաբանեն իրենց հարաբերությունները, դուք ուղղակի Ժակը խմում է արդեն միսը։ Բարի լույս։ Ժակը խմում է միսը։ Միայն Ժակը կարող է Ջեր ողջույններ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր դեռ օրվա այս հատվածը մեզ հետ են անցկացնում, շատ ուրախ ենք։ Խոհանոցում եփեցինք, էլի ժամանակը քիչ էր, չհասցրեց միս ամբողջությամբ խաշվել, բայց դեռ եփվում է, եթերից հետո Անպայման կուտենք եւ երկրորդ բաժնի մեր հյուրերը եթե չհրաժարվեն, նրանց էլ կհյուրասիրենք։ Իսկ այսօր
Ուրախությամբ պետք է խոսում էինք, ուրեմն քիչ առաջ։ Ես պատմեցի։ Հա, պատմեցիր, մենք խոսում էինք այդ մասին, ինչ այսօր 3 հոգի իրենց ծննդյան տարեդարձն են նշում, Թաթան, Վահան Արծրունի եւ Պատրիսիա Կասը։ Ու փորձում էինք, եւ 4-րդ, այո, եւ մեր Եգոր Գլումովը, ուզում էինք հասկանալ Վահան Արծրունին լսել է Պատրիսիա Կասին, ինչ կարծիք ունի նրա մասին, բարև ձեզ։ Շնորհավոր ձեզ։ Իհարկե լսել եմ, այսինքն եւ ընդհանրապես ֆրանսիական շանսոնի մեջ, եթե կան անուններ, կանանց անուններ, որոնք իրապես իրենց ստեղծագործությամբ պետք են թողել, իհարկե Պատրիսիա Կասը այդ անուններից մեկն է։ Մենք ուրախ ենք ձեզ ողջունել եւ այսօր մեզ հետ է նաեւ Մեծո Production-ի տնօրեն Անի Սաղոյանը, բարև ձեզ Անի։ Դե Անին էլ պետք է շնորհավորենք, այսօր Մեծո ակումբի, հա, ծննդյան տարեդարձն է, 5 տարեկան է դարձել ակումբը, որը այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ 5 տարեկան է Մեծոն եւ 30 տարեկան է դառնում Վահան Արծրունին։ Այո, այդպես։ Չէ, լավ 35։ 35, ոչ 5 թիվը։ 49-ը։ Չէ, 5 ու 35, բան։ Եվ սա ավանդույթ է դառնում, մենք անցած տարի էլ կարծես հանդիպեցինք ձեր ծննդյան տարեդարձը։ Սա ընդհանրապես արդեն լավ ավանդույթ է դառնում, ես կարծում եմ արդեն պետք է այսինքն կամ կենտրոնական հպատակություն ընդունեմ կամ կենտրոնական հպատակություն, որովհետև իհարկե մի կողմից իհարկե հրաշալ է որ առիթները իրապես կան, անառիթ երբեք չեն լինում մեր հանդիպումները, բայց խոստանում եմ այս տարվա ընթացքում այլևս չերևալ ձեր Բան չմնաց, 20 քանի օր մնաց։ Այդպեսի խոստում, այս տարվա ընթացքում լավ կարող եք խոստանալ։ Ուզում եմ ասել մի տվեք խոստումներ, որ հետո չեք կարողանալու պահել, բայց մոռացել եք, որ տարին արդեն գրեթե ավարտվել է։ Եվ այս երկու ծննդյան տարեդարձերը փաստորեն համատեղել եք ու պատահական չէ ընտրությունը Վահան Արծրունու ծննդյան տարեդարձը անել Մեծոյում։ Ինչ իրադարձություն է սպասում, ինչպես է նշվելու Մեծոյի ծննդյան տարեդարձը եւ Վահան Արծրունու։ Մի քիչ տարբեր է, այսինքն ավանդություն որոշակի կա, առաջին իհարկե ավանդությունը այն է, որ ամսի 5-ին Մեծո ակումբի ծնունդն է, բայց ամսի 7-ի, դեկտեմբերի 7-ի համերգը նաև ավանդական է, որովհետև սա առաջին համերգը չի, որ Մեծոյում հենց դեկտեմբերի 7-ին է կազմակերպվում, եւ ամեն անգամ ես աշխատում եմ, այսինքն այդ օրվան համահունչ եւ այդ օրվա համատեքստում ծրագիր ներկայացնեն։ Այնպես որ ամսի 5-ին տոնական է տրամադրությունը, ամսի 7-ին մի քիչ այլ տրամադրության մեջ է անցնելու համերգը, քանի որ կապված է, գիտեք, երկրաշարժի։ Մեզ համար, բոլոր հայերիս համար ցավալի ամսաթիվ է այն։ Իմ ձեռքում գտնում է սկավառակ, ենթադրում եմ այն նոր է։ Կենթանի կատարումներ են այստեղ ներառված։ Այո, միայն կենթանի կատարումներ, սա ասենք տարին եզրափակող ոնց որ հաշվետվություն է այսպես լինի, որովհետև անցած 2 տարիների ընթացքում բազմաթիվ համերգներ ես ունեցա ակումբային հարթակներում եւ նաեւ ձայնագրություններ։ Սթիվ Ջոբսին է շատ նման։ Ջոբսական, հա։ Հատուկ է այդպես արվել թե։ Չէ, իրականում լուսանկարը մի 5 տարի առաջ էր։ Չելուս ասեմ, մենք այդպեսի զանգ ենք ունեցել, ասեցին Սթիվ Ջոբսի գրքի պրեզենտացիան Մեծոյում է լինելու։ Այո։ Վահան Արծրունու ձայնասկավառակի շփոթել էին ձայնասկավառակը գրքի հետ։ Իրականում սա իհարկե ժամանակին ես պատրաստել էի համերգային պաստառ, մի 5 տարի առաջ, հին ֆոտո է սա, եւ այդ պաստառի մի մասը դարձավ, այսինքն դիզայնի բան, Ջոբսի հետ իրապես կապ չունի։ Ես ուզում եմ հարցնել, ինչ որ մեկը ձեզ տեսել է առանց գլխարկի, բացի ընտանիքի կարող եք զմայլվել, ես Զմայլվել ձայնասկավառակի վրա այդպեսի, իսկ գլխարկը մեկն է, թե մի քանիսը այս նույն համառային տեսեք կազում։ Եվ ինձ դուք ուղղակի ստիպում եք էլի ընդհանրություններ գտնել այսօրվա հոբելարների մոտ գլխարկների առումով, գլխարկների հանդեպ սիրո առումով։ Լավ, ես մեղավոր չեմ, դուք շատ խոսեցիք գլխարկների մասին։ Ես աշխատում եմ ընդհանրապես գլխարկների մասին չխոսել, բայց ձեր տաղավարում եկեք այսօր փորձենք նաև ավելի թեթև, ավելի ջերմ, որովհետև իրոք
Շատ լավ է, ծննդյան տարեդարձ ես կարևորում եմ նրանով, որ առաջին հերթին ուրախանում են ձեզ սիրող, ձեզ հարգող, ձեր աշխատանքը, ձեր այս երկիր մոլորակի վրա գտնվելու փաստով ուրախացող մարդիկ։ Իրականում դա այդպես է իհարկե, եւ դրա երևի, այսինքն յուրաքանչյուր ծննդյան հետ կապված տոնակատարությունը հենց դրանով է պայմանավորված, այսինքն ստեղծվում է մի տիրույթ, որի մեջ միայն դրական էմոցիաներ, միայն դրական մարդիկ, եւ ես համոզված եմ, որ եւ այսօրվա համերգը մեծոյում այդպեսին է պիտի լինի, այսինքն բարեկամներն են հավաքվում, բարի կամեցողները եւ նույնն 7-ի համերգը։ Եվ ամսի 7-ին էլ ես համոզված եմ, որովհետեւ ես սա փաստորեն եզրափակիչ համերգն է լինելու տարվա եւ ծրագիրներն այնպես է կազմված, որ կամերային ծրագիր է լինելու, դասական քարյակ է լինելու, սոլիստներ եւ շատ բազմաժանր է լինելու ծրագիրը։ Տոպսերի ձեռքբերման համար զանգարում են 098 206 206։ Իսկ ծննդյան տարեդարձը ընդհանրապես հատկապես երբ այն տարվա ավարտին է, ընդհանրապես դեկտեմբեր ամիսը այդպեսին է, հա, անկախ քեզանից անընդհատ ամփոփում ես, տարին ինչպես անցավ քեզ համար, ծանր էր, ինչ հասցրեցիր անել, ինչ կարող էիր անել, որ չհասցրեցիր։ Իսկ երբ նույն բանը լինում է երկու անգամ, մեկ տարին ամփոփելիս, մեկ ծննդյան տարեդարձին։ Ձեզ մոտ գրեթե համընկել է, հա։ Այ երբ հետադարձ հայացք եք նետում 2014 թվականին, կան կետեր տարվա մեջ, որոնք շատ վառ են եղել եւ որոնք ձեզ հետ կտանեք արդեն հաջորդ տարի։ Իհարկե պիտի խոստովանեմ եւ Աստծուն փառք իհարկե, որ բոլոր այն մտահղացումները, որ ես ունեցել եմ եւ ստեղծագործական եւ մնացած բոլորը կարծես թե իրականացրել եմ։ Այսինքն առաջին հերթին պետք է հիշատակեմ Կոմիտաս վերապրում ծրագիրը, որի մասին մենք խոսել ենք այստեղ եւ առիթ եղել ներկայացնել եւ ծրագիրը եւ երաժիշտներին, որը երկու փառահեղ պարզապես համերգ եղավ կամերային երաժշտության տանը։ Հետո 22-ին եղավ ինձ համար շատ հատկանշական սիմվոլիկ նշանակություն ունեցող ելույթ Լեոնիդ Ազգալձյանի հիշատակման օրը, երբ ես ներկայացրի երկու ստեղծագործություն ռոք խմբի, սիմֆոնիկ նվագախմբի եւ մեծ երգչախմբի համար գրված։ Եվ հաջորդ օրը իմ ելույթը Կրեմլում ծովից ծով մրցանակաբաշխության մասին ես հուսով եմ հետագայում առիթ կունենանք խոսելու, ես մի փոքր ծանոթ եմ եւ բավականին լավ նախագիծ է իր գաղափարով ամենայն դեպս։ Այդտեղ այսինքն հիմնական գաղափարը այսպես կարելի է ձևակերպել no rabbis սա այսինքն առանց ռաբիզի եւ կարծում եմ այդ շրջանակներում իրենք կարողացան այդ հարթության մեջ նիշը պահել, քանի որ առաջին մրցանակը եւ միակ մրցանակը վերցրեց Authentic Light Orchestra-ն, որի ղեկավարը Վալերի Տալստովն է, որը Հայաստանից մի կարծեմ 8 տարի առաջ մեկնեց Շվեյցարիա, դա շվեյցարական պրոյեկտ է, իսկ Վալերին նվագել է ինձ հետ երկար տարիներ Արցրունի պրոգրեսիվ ռոք խմբի մեջ, այնպես որ նաև մեր հանդիպումներ այդտեղ բեմի վրա եւ իհարկե ես հասկացա, որ ուրեմն կան որոշակի արժե համակարգ, որի մեջ կարելի է տեղավորել եւ արժևորել իրապես արժեքավոր բաներ, շատ արժեքավոր, բայց մեծոյի մասին խոսենք։ Չէ, նույն բանը մեծոյի համար էլ, հա, տարին ամփոփում եք, բնականաբար անընդհատ համերգներ, անընդհատ միջոցառումներ։ Այ այս 2014-ի ընթացքում ձեզ վրա մեծ տպավորություն թողած օրերը կամ իրականում համերգները շատ են եղել, ամենատպավորիչը 2014-ի երևի թե Վախթանգ Կիկապիցեի համերգն է եղել եւ հանդիպումը հանդիսատեսի հետ։ Իսկ իրականում ինքը տարին ավելի շատ նախապատրաստական տարի է եղել 2015-ի համար, քանի որ պատրաստվում ենք մեծ ջազ փառատոնի։ 2015-ին ունենալու ենք մեծ ջազ փառատոն։ Որին հրավիրված են լինելու արտերկրյա հյուրեր բնականաբար։ Եվ դա հենց Մեծոյի պատերի ներքո է միայն լինելու, թե Մեծո Production-ը։ Չէ, ավելի շատ Մեծո Production-ի կազմակերպված, բնականաբար Մեծոյում կլինեն երեկոներ, բայց համերգը կլինի ավելի մեծ։ Ինչպես է կարողանում Մեծոն դիմակայել ժամանակակից մարտահրավերներին եւ մաքսիմալ անաղարտ պահել երաժշտական այդ հնչյունները իր պատերի ներքո։ Չէ՞ որ պատվիրում են կամ նախընտրում են ավելի շատ գումարներ վատնել այնտեղ, որտեղ հնչում է գումար բերող երաժշտությունը, այլ ոչ թե հոգեղեն կամ այդպես կարևոր ինչ-որ բաներ։ Փորձում ենք եւ մեզ աջակցում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Վահան Արծրունին է,
եւ Մեծոն իր շուրջը հավաքել է բոլոր որակյալ երաժշտություն սիրող հանդիսատեսին եւ ստեղծագործողներին։ Նա գիտի իր ժամադրությունների վայրը, գիտի այն վայրը, որտեղ կարող է ակնկալել։ Շատ կարևոր է, որտեղ մտնոլորտը չի փչացել։ Այսինքն քաղաքականությունը մշակութային, այսինքն այն ակումբները, որոնք որ ունեն հստակ քաղաքականություն մշակութային, այդ ակումբները միջև հիմա կան, ոչ միայն դիմակայում են, այլ նաեւ այսինքն ապրում են, ներկայացնելով որոշակի այսինքն նրանք ներկայանում են քաղաքում որպես նաև մշակութային օջախներ։ Եվ այս պարագայում Մեծոն ինձ թվում է այն հարթակն է, որ առավել հարմար է մեծ համերգային պրոյեկտներ ներկայացնելու համար։ Այսինքն բեմը ընդարձակ է, սաունդ հնչյունային համակարգը կարող եմ ասել, որ լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը քաղաքում։ Լուսային բոլոր հնարավորությունները եւ ամենակարևորը հարմարավետությունը հանդիսատեսի համար։ Մեր հեռուստադիտողները շուտով կունենա հնարավորություն այդ ամենը տեսնելու, մենք էլ երբ մտածում ենք մեր ամանորյա գեղեցիկ երեկո մատուցել մեր հեռուստադիտողներին, մեր ընտրությունն էլ հենց կանգ առավ Մեծոյի վրա եւ ամենից շատ որ մեզ դուր եկավ հենց երեք ենք եթերում խոսում, որ եթե դու որոշել ես, որ դու պիտի քարոզես, այսպես ասած, հա, մի քիչ ճոխ եմ ասում, կամ ջատագովը լինես որակյալ երաժշտության կամ որակյալ ինչ-որ բանի, չի կարելի գնալ կոմպրոմիսների։ Ու Մեծոյի կոմպրոմիսների չգնալը, ընդ որում դուք մեզ փրկեցիք։ Այսինքն, երբ մենք ցուցակը ներկայացնում ենք, այնտեղից կողքից ասում են, չէ, այս մի հայտնի դեմքն էլ պիտի լինի, այս մի հայտնի դեմքն, ասենք Մեծոն կարդում է, ըստ որակի։ Իրեն միևնույն է, այնտեղ ինչ անուն է, հնչեղ չէ, սա դուրս եկավ, սա մնաց, վերջում մաքուր մեր առաջարկած ցուցակը անաղարտ վերադարձվեց մեզ, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ, որտեղ իրականում շատ լավ ցուցակ էիք կազմել։ Առաջարկները այդպեսի շատ են լինում եւ միակ առաջարկներ եղել, որտեղից մենք մեկ անուն ընդհանրապես ճանաչեցինք։ Իհարկե չպետք է Դա էլ մենք չէինք ավելացրել, կողքից ավելացրել։ Իհարկե չպետք է արտիստներին նեղացնել, այսինքն պետք է նաեւ հանդիսատեսը հասկանա, որ յուրաքանչյուր երաժշտական ժանրի համար կա այդ ժանրին վայել համապատասխանող տեղ։ Այսինքն ճաշարանային երաժշտության համար պետք է գնալ ճաշարան։ Պետք է գնալ ճաշարան, ռեստորանային բանի համար, պետք է, եթե դու ուզում ես էթնիկական կամ ժողովրդականին մոտ, նաև կան նման ռեստորաններ, չէ, որ հնչում է բացառապես Այսինքն արդեն ռեստորանները եւ նաև այդ վայրերը իրենց ճյուղավորում ունեն։ Վաղուց եւ գիտեք, այսինքն այդ սելեկցիան ինքնաբերաբար է կատարվել, այսինքն կա տեղ ջազային ակումբ, որ բացառապես ջազ է հնչում, կան տեղեր Մեծոյի պես օրինակ, որ բեմը եւ հնարավորությունը թելադրված է նաև քաղաքականության որոշակի, այսինքն արտ մենեջմենտը աշխատում է որոշակի ուղանիշով ու որոշակի վեկտորով եւ դա էլ նաև այն հիմնական երաշխիքն է, որ թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել իրենց հետ, այսինքն նկատի ունեմ արվեստագետ կազմակերպիչ կապը։ Եվ ամենակարևորը, որ բավականի ճկուն համակարգ է, այսինքն հանդիսատեսի համար շատ հարմար արագ եւ հեշտ հարմարվող, այսինքն պատկերացրեք մեր դեկտեմբերի 7-ի համերգի տոմսերը իրենց գնային առումով ոչ մի բանով չեն տարբերվելու համերգային դահլիճի տոմսերից։ Եվ միշտ մտավախություն կա, սա էլ շատ արագ քննարկենք, եթե ակումբում է, մարդիկ մտածում են, որ պարտադիր ինչ-որ բան պիտի գնեն նաև սննդի կամ հյուրասիրության առումով։ Իսկ եթե մարդիկ օրինակ չեն շատ ուզում են, երազում են օրինակ լինել բանանացնող համերգին, բայց ակումբում է գումար չունեն այդքան որևիցե մի բանից օգտվելու, կա այդպիսի տարբերակ։ Միայն սուրճով կարելի է վայելել բնականաբար։ Հնարավոր է մեկ գավաթ ջուր։ Այսինքն այդպիսի խտրականություն չունեն։ Ակումբը ռեստորանից հենց դրանով է տարբերվում, որ ռեստորանում դուք գնում եք հիմնականում ուտելու համար, բայց լսում եք երաժշտություն։ Եվ նաև լսում եք երաժշտություն։ Ակումբում հակառակն է։ Դուք առաջին հերթին գալիս եք երաժշտություն լսելու, բայց նաև հնարավորություն կա հյուրասիրություն կազմակերպելու։ Ասեմ, Մեծոն միակ ակումբն է, որ ունի հատուկ դասական երաժշտության համար մշակած մենյու։
որպեսզի ձայն չլինի եւ գործիքներ չօգտագործեն։ Ինչ հետաքրքիր ու ինչ է այնտեղ գինի երևի, հա։ Չէ, բնականաբար սնունդել կա, բայց հատուկ փայտիկներով եւ առանց դանակ պատրական։ Մատուցի շատ պինդ ինչ որ միս կամ խորոված, որը դու ստիպված լինես այսպես երկիչը այնտեղ կամ երաժիշտը այնտեղ իր ստեղծագործական ապրումների մեջ է, իսկ դու սնվում ես, մի տեսակ այդ տեսարանը պետք է մեղմել գեղեցիկ չէ։ Գիտեք, ինքը ակումբում դա հնարավոր է անել, այսինքն բավական է լուսավորել բեմը, այսինքն որոշակի լուսային ռեժիմ ստեղծել եւ այդ բոլոր խնդիրները ինքնաբերաբար ասենք դուրս են գալիս։ Շնորհակալություն, որ եկաք։ Նորից շնորհավորում ենք ձեզ ծննդյան օրերի կապակցությամբ եւ մաղթում ենք մեծամեծ հաջողություններ։ Շնորհակալություն եւ ձեզ ենք նաեւ շատ շնորհակալ, որովհետեւ անմիջական արձագանք եք տալիս յուրաքանչյուր այն իրադարձություններին, որոնք որ մեզ համար թանկ են եւ այսինքն որոնք որ մեզ ապրեցնում են։ Մենք մեր մասին ենք մտածում, բոլորին չեն կարող արձագանքում, արձագանքում ենք միայն այն դեպքերում, ճիշտ ինչպես որ անի մոտ էր, երբ որ ցուցակը նորմալ ներկայացում է, այնտեղից շատ քիչ բաներ են փոխվում։ Շատ բարձր են գնահատում այդ վերաբերյալ։ Մենք սրտանց մաղթում ենք, որ ձեր ցանկություններն ու երազանքները իրականություն դառնան, որովհետև դրանք միայն ձերը չեն, այսինքն դրանք ի նպաստ մեզ են, մեր լսելիքին, մեր զգայարաններին, ընդհանուր մակարդակի որակի բարձրացմանը, այո, նույնիսկ այն հանդիսատեսի, որ դեռ չի գիտակցում, որ սա ի նպաստ իրեն է նաև այս ամենը։ Բայց ժամանակի ընթացքում կգիտակցի։ Մենք հեռուստադիտողներ ավարտում ենք այսօրվա մեր առատ ու հագեցած օրը էմոցիոնալ առումով, հյուրերի առումով, ձեզ մաղթում ենք հաճելի օր եւ կհանդիպենք արդեն վաղը։